Գրատախտակի նորվա վիրահատությունների գրաֆիկն է, 25-ից արդեն 10-րդն են կատարում։ Այս ծանրաբեռնվածությանը վիրաբույժներն արդեն սովոր են։ Նման պատկեր կլինիկայում տարեսկզբից է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո։ Բուժառուների հոսքը մեծացել է նաև ախտորոշման բաժանմունքում։ Մեզ մոտ մեծ վիրահատական են 4-շաբթի և 5-շաբթի օրերը, երբ կատարվում են 25-ից 30 վիրահատություն, և ունենում ենք նաև 2-շաբթի, 3-շաբթի օրերը, որտեղ ներառված են 7-ից 10 վիրահատություն, որպեսզի նաև հասցնենք հետազոտենք պացիենտներին, որովհետև մեծ վիրահատական օրերը անձնակազմը, բժիշկների թիմը ներառված են նաև վիրահատությունների մեջ։ Այցելուների մեծ մասը 65+ տարիքի են, դիմում են կատարակտի, գլաուկոմայի, ցանցաթաղանթի վիրահատությունների համար, որոնք ներառված են ապահովագրությամբ փոխհատուցվող ծառայությունների ցանկում, իսկ լազերային կորեկցիայի շտկման վիրահատությունը փոխհատուցվում է միայն այն դեպքում, երբ բուժառուն ունի ակնոց կրելու դժվարություն կամ կոնտակտային լինզաների անտանելիություն։ Պացիենտները արդեն հնարավորություն ունեն նույն որակի բուժօգնությունը, նույն որակի վիրահատությունները, նույն ծախսանյութերով, նույն ներակնային ոսպնյակներով կամ այլ իմպլանտներով ստանալ ապահովագրության շրջանակներում առանց լրացուցիչ գումար վճարելու կամ որոշ եզակի դեպքերում նաև համավճարի կիրառմամբ, երբ տվյալ պրոդուկտի կիրառումը չի ներառում ապահովագրության շրջանակներում փոխհատուցվող գումարի մեջ։ Նախկինում օրինակ մեկ աչքի կատարակտի վիրահատության համար քաղաքացին վճարում էր մոտ 350.000 դրամ, ներառյալ հետազոտություններն ու ոսպնյակը, այժմ գումարն ամբողջությամբ փոխհատուցվում է։ Իհարկե կան կետեր, կան նաև լրացուցիչ համավճարի կիրառման հնարավորություններ որոշ հետազոտությունների եւ որոշ բուժումների համար, որը չի ներառվում, ինչպես նաև լրացուցիչ ուղեգրում տվյալ հետազոտման համար, դժվարամատչելի հետազոտման համար։ Ոգևորված են պացիենտները, գոհունակ, գալիս են, դիմում են կլինիկա, ստանում են իրենց լիարժեք բուժօգնությունը եւ ել ավելի գոհ կլինիկայից դուրս են գալիս։ Կարելի ասել ծրագիրը համարում եմ կայացած։ Մասնագետների խոսքով առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո բուժհաստատություններում ասեղ գցելու տեղ չկա։ Բուժառուները մինչև 1 ամիս կարող են սպասել վիրահատության իրենց հերթին։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան լուրեր։